Պարոն Մանուկյան, դուք ինչպես կգնահատեք քարոզարշավի ընթացքը, հանդիպել եք բազմաթիվ բնակավայրերում քաղաքացիների հետ, բնականաբար վեր եք հանել այն բոլոր խնդիրները, որոնք դուք տեղյակ եք, բայց ավելի խորքային ծանոթացաք այդ բոլոր խնդիրներին եւ ընդհանուր առմամբ մյուս քաղաքական ուժերի քարոզարշավին բնականաբար ինչ-որ չափով հետևած կլինեք։ Անկեղծ ասեմ, որ մյուս քարոզարշավներին առանձնապես չեմ հետևել, անգամ իմ քարոզարշավին չեմ հետևել, շատ լուրջ ժամանակը քիչ էր, որ կարողանայի ավելի շատ մարդկանց հետ հանդիպել եմ, խոսել ենք, կիսվել ենք մտքերով, գիտեք, ես չեմ փորձել պարտադրել իմ մտքերը, փորձել եմ լսել դիմացինին, փորձել եմ հասկանալ, նրանք ովքեր մոլորության մեջ են, փորձել եմ ճշմարտությունը ներկայացնել եւ հավատացեք, շատերը ընկալել են, հասկացել են, որ այո, մենք հիմա գտնվում ենք անդունդի մեջ, մենք պիտի կարողանանք արագ դուրս գալ։ Ես հիմա տեսնում եմ, որ ներքաղաքային խնդիրները շատ են, կան եւ դրանց լուծումը իհարկե մենք տալու ենք, այդ խնդիրները բոլորը գրառել ենք, ներկայացրել ենք եւ լուծումները նույնպես փորձում էի մարդկանց հետ ճշտել, կապված եւ գյուղական համայնքների եւ քաղաքաբնակների հետ եւ այս լուծումները տարբեր են։ Գիտեք, եթե գյուղական համայնքում ես գյուղատնտեսներ են հարկավոր, անասնաբուժներ են հարկավոր, գյուղտեխնիկա է հարկավոր, այդ ամենը պետք է, այնպես չի որ չկան, բայց բավարար չի։ Եվ եթե գյուղացին չի կարողանում իր աշխատանքով իր ապրուստը հոգալ, նշանակում է պետական թերացում կա այստեղ։ Մարդը աշխատում է օրնի բուն, բայց ինչպես է լինում, որ աշխատող մարդը չի կարողանում ապրել։ Իսկ նրանք, ովքեր դրսից գումարներ են ստանում, կասկածելի գործարքներ են իմ երկրում կատարում, նրանք փառավոր ապրում են եւ արդյունքում տենում են, որ երկիր են կորցնում, այսինքն նրանք միտված չեն մեր երկրի զարգացմանը, բարօրությանը մեր ազգի։ Եվ ես փորձել եմ այո տարբեր խնդիրներին մեր մոտեցումը հանդես բերել, կուսակցությունը շատ լուրջ աշխատանք կատարեց, թիմային աշխատանք կատարեց եւ մենք պատրաստ ենք մեր ծրագիրը կյանքի կոչել եւ եթե մեր համայնքի բնակիչները վստահեն մեզ, հավատացեք շատ լուսավոր համայնք է լինելու մեր համայնքը։ Ձեր հիմնական, այսպես ասեմ, կոչը, խոսքը վաղաշաբաթիներին որը կլինի։ Որ անպայման մասնակցեն ընտրություններին, երբեք ու երբեք չլսեն սրա նրա հորդորները, իրենք կանգնեն իրենց էությամբ, իրենց Աստծո առաջ իրենց հոգու մերկությամբ եւ իրենք որոշեն, որտեղ է ճշմարտությունը եւ խաբեությունը, սուտը թող իրենց վրա չիշխի, թող գնան եւ իրենց խղճի մտոք կատարեն իրենց ընտրությունը։ Եվ որևէ մեկը թող չասի, միևնույնն է արդեն որոշված է, ոչինչ էլ որոշված չէ, որոշելու է մեր համայնքի բնակիչը։ Պարոն Մանուկյան, դուք ինչ մտավախություն ունեք կիրակի ընտրությունների հենց այդ օրվա հետ կապված։ Ես ընդհանրապես մտավախություններ չունեցողից եմ, ես մի անգամ հայտարարել էի, որ միակ վախը, որ ունեմ, դա անվերադարձ կորուստների վախն է, բայց այս դեպքում վախ չասեմ, գուցե մտահոգություն ասեմ, որ եթե մտահոգություն կա, եթե արդար չգտնվեն եւ փորձեն ուրեմն կեղծել այն քվեն, որը մեր համայնքի բնակիչները կտան այս կամ այն ուժին, դա ես համարելու եմ, որ անվավեր է այս ընտրությունները, այլևս, որովհետեւ եթե նրանք խառնվում են եւ բիրտ ձևով ուզում են խլացնել ձայնը մեր համակարգացու, ուրեմն այդ ամենով նրանք կեղծում են նաև ընտրությունների ընթացքը։ Ես համոզված եմ, որ մեր բնակիչները նաև կհսկեն իրենց ձայները, մենք նույնպես հսկելու ենք, բոլոր տեղամասերում ունենք վստահելի անձեր, ովքեր ամեն ինչ անելու են, որ որևէ կեղծիք տեղ չունենա տեղամասերում։